Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչ գիտենք պաղպաղակի մասին, ինչ ենք մենք ուտում, որ պաղպաղակին պետք է տալ նախապատվությունը եւ ինչից զգուշանալ։ Պաղպաղակը կարանք համարենք ուղղակի որպես դեսերտ, որ մեզ դրական համեր է տալիս։ Ունենք շուկայում երկու տեսակի պաղպաղակ՝ կաթնայուղով եւ կաթնայուղի փոխարինիչներով։ Հասկանանք ինչ են իրենցից ներկայացնում կաթնայուղի փոխարինիչներով պաղպաղակները եւ կաթնայուղը։ Եթե պաղպաղակի մեջ նկատեցիք հիդրոգենիզացված բառը, ավելի ցանկալի է կամ հեռու մնալ այդ տեսակ պաղպաղակից կամ օգտագործել շատ հազվադեպ։ Կաթնայուղի փոխարինիչներով պաղպաղակները կաթնամթերքը առհասարակ վտանգավոր է առողջությանը։ Հիմա տեսեք, ես պտտում եմ պաղպաղակի, բաղադրությունը կարդալու եւ տեսնում եմ կաթնայուղի փոխարինիչով։ Ինչ է իրենից ներկայացնում կաթնայուղի փոխարինիչը եւ այնտեղ գրված է հստակ դեզոդորացված, ռաֆինացված բուսական յուղեր, սոյայի, արմավի, արևածաղկի, եթե իրանք հիդրոգենիզացված են, այո, իրանք տրանս ճարպեր են։ Այսինքն մենք կաթի հետ գործ չունենք, կաթը զտված է, կաթից հանված են բոլոր օգտակար բաղադրիչը, հենց օգտակար ճարպերը, կաթնայուղը եւ փոխարինված է բուսական ճարպերով, որը կաթնային ինչ որ կոնսիստենցիա ունի։ Համաձայն չեմ այդ մտքի հետ, որ պետքա շատ վախենանք պաղպաղակից, որովհետեւ ցանկացած պարագայում այդ տրանս ճարպը պաղպաղակի մեջ լինելու է 1 գրամ, մաքսիմում 2 գրամ, բայց նույն բուրգերի մեջ 6-7 գրամ է։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Դուք դիտում եք Միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Պաղպաղակի սեզոնը բացվեց եւ գրեթե ամեն օր պաղպաղակ ենք ուտում, հատկապես երեխաները։ Բայց ինչ գիտենք պաղպաղակի մասին, ինչ ենք մենք ուտում, որ պաղպաղակին պետք է տալ նախապատվությունը եւ ինչից զգուշանալ։ Մեզ կասի ծննդաբան Մարզիչ Հովհաննես Բաբաջանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, Կարինե ջան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ձեզ նույնպես շատ շնորհակալություն, որ հրավիրել եք։ Ամռանը դժվար է պատկերացնել մարդ, ով չի ուտում պաղպաղակ։ Եվ քանի որ ամենօրյա սպառման մթերք է, խոսենք պաղպաղակի մասին։ Ինչ ենք մենք ուտում։ Եկեք համարենք պաղպաղակը դեսերտ, երևի չկա մարդ, որ չի սիրում պաղպաղակ, հենց որ պետքա հասկանանք, որ ինքը իր դրական կողմեր ունի էմոցիայի տեսանկյունից, երջանկության տեսանկյունից, բայց պետքա միշտ չափի մեջ օգտագործել, ցանկալի է նաև օգտագործել սննդից հետո։ Այսինքն մեր հիմնական սնունդը ուտելուց հետո ուտենք որպես դեսերտ, որ մեր գլիկեմիկ ինդեքսը շատ բարձրանա, ինսուլինը չշատանա մեր արյան մեջ, ուտենք զապասներ չհավաքենք ավելորդ ճարպերի տեսքով։ Պաղպաղակը կարող ենք համարել որպես կալցիումի աղբյուր։ Մի քիչ բարդ է այդ ասելը, որովհետև եթե վերցնենք հենց կաթի յուղով պաղպաղակի, ինքը իր մեջ մոտավորապես ունենում է 3-4 գրամ, 30 միլիգրամ կներեք, 30 միլիգրամ կալցիում, բայց օրվա նորման 1000-ից 1300 միլիգրամն է, կախված տղամարդ է, կին է, հղի է, հղի չի, այնց որ որպես օրվա չափաբաժին շատ փոքրիկ է, էլի կարանք ավելի ուրիշ բաներում եւ կալցիումը գտնենք եւ սպիտակուցը գտնենք, բայց պաղպաղակը կարանք համարենք ուղղակի որպես դեսերտ, որ մեզ դրական համեր է տալիս։ Այո, հիմա գնահատելու ենք պաղպաղակի դրական ու բացասական կողմերը, օգուտն ու վնասը եւ հիշենք, որ Սննդի անվտանգության տեսչական մարմինը օրերս ուսումնասիրություններ անցկացրել պաղպաղակ արտադրողների ընկերությունների, այսպես ասենք, շուկայում եւ բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերվել։ Իհարկե, կարգադրումներ են հնչել, որպիսի իջեցվել, որպիսի այդ խմբականակը պաղպաղակի խախտումներով, որտեղ հայտնաբերվել էր աղիքային ցուպիկ, մանրէաբանական այլ խախտումներ, շուկայից վերացվեն, բայց ինչ պետք է իմանա սպառողը, եկեք տանք այն ինֆորմացիան, որը շատ կարեւոր է եւ հորդորենք անպայման սպառողներին կարդալ բաղադրությունը պաղպաղակը գնելուց առաջ։ Ինչու՞։ Ունենք շուկայում երկու տեսակի պաղպաղակ՝ կաթնայուղով եւ կաթնայուղի փոխարինիչներով։ Հասկանանք ինչ են իրենցից ներկայացնում կաթնայուղի փոխարինիչներով պաղպաղակները եւ կաթնայուղը առհասարակ։ Լրիվ համաձայն եմ ձեր ասածի հետ, նախ սկսենք ձեր բաղադրություն կարդալ թեմայից, այդ շատ կարևոր է, որովհետև բոլոր հարցերը բաղադրություն կարդալով լուծվում են։ Պտտում ենք ուղղակի պաղպաղակը, տեսնում ենք, որ այնտեղ գրած է չգիտեմ, կաթնայուղ ու ասեմ ձեզ, որ օրենքով հստակ նշված է, եթե կաթնամթերք է պարունակում, օրինակ թթվասերը, օրինակ վերցնենք թթվասերը, ինքը պարտադիր պետք է ունենա մակնշում, որ ինքը կաթից պատրաստված արտադրանք է, հստակ բառերով է դա։
Իսկ եթե կաթի փոխարինիչ ենք, էլի պետք է հստակ գրած լինի, որ բաղադրության մեջ, որ ինքը կաթի փոխարինիչ է։ Ու եթե ինքը ունի հիդրոգենիզացված ճարպեր, բաղադրության մեջ դա նույնպես նշված է լինի։ Այսինքն, եթե պաղպաղակի մեջ նկատեցիք հիդրոգենիզացված բառը, ավելի ցանկալի է կամ հեռու մնալ այդ տեսակ պաղպաղակից, կամ օգտագործել շատ հազվադեպ։ Կաթնայուղի փոխարինիչներով պաղպաղակները կաթնամթերքը առհասարակ վտանգավոր է առողջությանը։ Հիմա տեսեք, ես պտտում եմ պաղպաղակի, բաղադրությունը կարդալու եւ տեսնում եմ կաթնայուղի փոխարինիչով։ Ինչ է իրենից ներկայացնում կաթնայուղի փոխարինիչը եւ այնտեղ գրված է հստակ դեզոդորացված, ռաֆինացված բուսական յուղեր։ Սոյայի, արմավի, արևածաղկի, այո, եւ այլն։ Okay, եկեք այսպես նայենք, եթե մենք վերցնում ենք տրանս ճարպեր որպես պաղպաղակը ու համարում ենք, որ ինքը շատ վատ բան է, մենք տրանս ճարպեր են ռաֆինացված դեզոդորացված ճարպերը, եթե իրանք հիդրոգենիզացված են, այո, իրանք տրանս ճարպեր են։ Կա տարբերակ, երբ որ կաթնայուղը ստանում են այլ մեխանիզմով, այդ մեխանիզմի ընթացքում ոչ մի քիմիական process չի լինում եւ այդ մեր ասած ոչ արևածաղկինը, ոչ արմավինը, ոչ սոյայի ձեթը չի հիդրոգենիզացվում ու իրանք այդպես էլ մտնում են պաղպաղակի մեջ, իրանք այդքան վտանգավոր չեն, որովհետեւ իրանք կարելի է համարել պոլու չհագեցած ճարպեր։ Նորմալ չափաբաժնում իրանք այդքան վտանգավոր չեն շատ։ Բայց եթե մենք կարդում ենք կաթնայուղի փոխարինիչով, որտեղ կան դեզոդորացված, ռաֆինացված արմավի, սոյայի, արևածաղկի բուսայուղեր, սա նշանակում է, որ անարատ կաթի յուղի փոխարեն օգտագործված են այս բուսայուղերը, այս տրանս ճարպերը։ Այսինքն մենք կաթի հետ գործ չունենք, կաթը զտված է, կաթից հանված են բոլոր օգտակար բաղադրիչը, հենց օգտակար ճարպերը, կաթնայուղը եւ փոխարինված է բուսական ճարպերով, որը կաթնային ինչ որ կոնսիստենցիա ունի, բայց ելի եմ ձեզ ասում, ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որ պետքա շատ վախենանք պաղպաղակից, որովհետեւ ցանկացած պարագայում այդ տրանս ճարպը պաղպաղակի մեջ լինելու է 1 գրամ, մաքսիմում 2 գրամ, բայց նույն բուրգերի մեջ 6-7 գրամ է, հետո եթե մի հատ էլ ֆրիկերան ավելանալու է դառնա 10 գրամ։ Այսինքն մենք ավելի շատ վախենանք նրան, պատկերացրեք, այստեղ խնդիրը չափաբաժնի մեջ է, ավելի լավ է 1 հատ պաղպաղակ ուտես թեկուզ տրանս ճարպով, թեկուզ կաթի յուղի փոխարինչով, որովհետև միշտ չի որ իրանք շատ վատն են, որովհետև եթե իրանք հիդրոգենիզացված չեն, իսկ այդպիսի փոխարինչով կաթնամթերք նույնպես կա, որ իրանք հիդրոգենիզացված չեն։ Այդ տեսակ պաղպաղակը նույնիսկ ավելի դրական է ազդում մեր խոլեստերինի վրա։ Ինչու, որովհետև բուսական պոլու չհագեցած ճարպերը իրանք բարձր լիպոպրոտեինային խտության խոլեստերին ունեն։ Հասկանալի է, բայց դրանք դժվար է գտնել շուկայում եւ խնդիրն այն է, որ մենք պիտի հորդորենք, այո, եւ հորդորենք մեր այս պահի լսարանին, որպեսզի կարդան բաղադրությունը, որովհետև ընտրության հնարավորություն կա։ Օրինակ, եթե վերլուծենք, հա Հովհաննես, դուք սննդաբան եք, մենք ունենք 100 գրամ սերուցքային պաղպաղակ, ես բաղադրությունը կարդացել եմ եւ գրի եմ առել, որպեսզի այս պահին նաեւ մեր լսարանին ներկայացնենք 100 գրամ սերուցքային պաղպաղակում անարատ կաթով, հա, կալորիակալությունը 194 է, իսկ ճարպերը 8.8 գրամ, մինչդեռ 45 գրամ կաթնայուղի փոխարինիչով ուշադրություն պաղպաղակի մեջ 322 գրեթե կրկնակի, հա, կալորիականության հետ գործ ունենք 100 գրամ պաղպաղակում 194 կգալ եւ 45 գրամ պաղպաղակում 322 գրամ, իսկ ճարպերը 11.7 գրամ կրկնակի ճարպեր։ Եվ կալորիականություն եւ ճարպեր։ Այն դեպքում, որ այստեղ բուսայուղ է, տրանս ճարպեր են, այո, եւ պետք է ընտրությունը տալ սերուցքային կալորիականություն ունի, արդեն առանց կասկած ինքը մեծ քանակությամբ տրանս ճարպեր է իր մեջ պարունակում ու քանի որ մեր երկրում է պաղպաղակ շատ են ուտում, նամանավանդ երեխաներն են շատ ուտում, օրը կարող է 3-4 անգամ երեխան պաղպաղակ ուտի, այս պարագայում արդեն գալիս նորմալ չափից շատ ենք անցնում ու դուրս է գալիս, որ փոքր տարեկից երեխաները խոլեստերինի խնդիր կարող է ունենան, հա? Այդ շատ վտանգավոր է իրականում, եթե այդպես նայենք։ Այնց որ պետք է միշտ ուշադիր լինել կամ շատ հազվադեպ այդ տեսակ մարդ, չեմ ասում ընդհանրապես չտալ շատ հազվադեպ բալ, որտեղ ցավոք սրտի մեր շուկայի 99%-ը այդ պաղպաղակներն են ու դրանից խուսափելը շատ բարդ է։
Չէ, ընտրության հնարավորություն կա իրականում, եթե ուշադիր լինեն եւ բաղադրությունը կարդան, նաեւ մատչելի տարբերակով կարող են ձեռք բերել այդ քանակությամբ մենակ Երևանում կհասցնեն մատակարարեն անարատ կաթով պաղպաղակ կամ հասցնեն, իսկ այս բարողները ովքեր իրազեկ են, նաեւ պաշտպանված են, հիմա մենք տալիս ենք այդ ինֆորմացիան, որպեսզի մարդիկ լինելով իրազեկ նաեւ լինեն պաշտպանված, որովհետեւ Հովանես խոսենք ոչ միայն պաղպաղակի, այլ մյուս կաթնամթերքներում նույնպես պանրի մեջ օրինակ, ինչու ոչ, ճիշտ է, լավ է, որ հիմա առանձնացված է պանիր եւ պանրային մթերք, բայց շատ քիչ են պատկերացնում, որ պանրային մթերք կոչված այդ նույն կաթնայուղի փոխարինիչով նույն տրանշ ճարպերն են եւ այստեղ մենք անարատ կաթի հետ գործ չունենք եւ այստեղ սպիտակուցներ չկան։ Լրիվ համաձայն եմ ձեր հետ, մեզ օրենքը մեր կողմից եթե չեմ սխալվում 17 թվականից այդ օրենքը տենց փոխված, որ հստակ պետք է պաղադրության մեջ նշված լինի դա կաթնամթերք է, թե կաթնային փոխարինիչ պրոդուկտն է, այդ ամեն ինչը նշված է լավ կաթի մեջ եւ թթվասերի, հա, կաթնաշորի, կաթնաթթվային պրոդուկտների մեջ եւ պաղպաղակի մեջ է նշված։ Այդտեղ խնդիրը օրենքի հետ նա էր, որ տոկոսային հարաբերություն կար, որ եթե չեմ սխալվում ամենաշատը պետքա 49% լիներ, բայց դրանից ավել է 51-ից ավելը մեր մոտ արդեն խնդիրներ է առաջացնում, այո, ու դա արդեն օրենքը ոնց որ անցել են։ Մենք տալիս ենք ինֆորմացիան, իսկ ընտրությունը սպառողինն է, ինչպես ասում են, եղեք պաշտպանված, երբ իրազեկ եք, նաև պաշտպանված եք, եւ շարունակելով թեման ճարպերի թեման, ասենք, թե յուղոտ, թե անյուղ կաթնամթերքին պետք է տալ նախապատվությունը։ Այստեղ մի քիչ էլի կախված է անհատական դեպքից, եթե մարդ ունի առողջական խնդիրներ, հա, երկրորդ կարգի դիաբետի կա, կամ այլ խնդիրներ ունի, իրան հակացուցված չեն ճարպերը, բարձր խոլեստերին ունի, այդ պարագայում իրան հատուկ նշանակում են առանց ճարպի կաթնամթերք, կաթա, անյուղ կաթ, իսկ անարատ կաթը, եթե չեմ սխալվում, 3.6% է, ինքը շատ բարձր յուղայնություն ունի, նենց որ ես այս պարագայում խորհուրդ կտամ միջին տարբերակը 1-2 յուղայնություն ունեցող, քիչ յուղայնություն ունեցող կաթը ամենալավագույն տարբերակն է, թե մեծահասակների համար, թե տարեցների համար, թե երեխաների համար, բալանս է պահվում, բայց անարատ կաթն էլ նկատի չունեմ, որ խնդիր է, այսինքն կարա նաև յուղոտ կաթ լինի, կան նաև յուղոտ կաթ խմեն, ընդհանրապես խնդիր չկա ու նաև պետք է ու պարտադիր է յուղը օրվա ռացիոնի 30%-ը գոնե լինի։ Կաթնամթերքը երեխաների սննդակարգում եւ մասնավորապես յուղազերծ կաթնամթերքին պետք է տալ նախապատվությունը երեխաների դեպքում։ Միանշանակ չէ, պետք է երեխաներին միշտ փորձել նորմալ յուղայնությամբ սննդանյութեր տալ, նաև մսի տեսքով, նաև կաթնամթերքի տեսքով, որովհետև իրանց աճի ամենացայտուն ժամանակաշրջանն է ու ճարպը շատ կարևոր է իրանց բջջաթաղանթի, իրանց ուղեղի աշխատանքի, ինչու՞ չէ իրանց օրգանների ձևավորման եւ այլնի վրա։ Կաթնամթերքը մեծահասակների սննդակարգում որքան պետք է լինի չափաբաժին ընդունելի եւ միֆ է, որ տարեցներին խորհուրդ չի տրվում։ Իրականում հա միֆ է, եթե իհարկե տարեցը հատուկ ինչ-որ բարձր խոլեստերին չունի ու հատուկ նշանակած չի իրան անյուղ սնունդ, միանշանակ միֆ է, որովհետև հենց տարեցների մոտ կա կալցիի դեֆիցիտ, կա մկանների թուլության, հա, ախտանիշներ այսպես ասած, որ բոլորի մոտ էլ ընթացքում գալիս է, իսկ կաթնամթերքը, յուղոտ կաթնամթերքը իր վիտամինային աղբյուրով հիասքանչ է ուղղակի տարեցների համար, բայց էլի այստեղ խորհուրդ կտամ միջին տարբերակ ընտրել, այսինքն 1-2% յուղայնությամբ կաթնամթերքը ընտրել, ոչ շատ, ոչ քիչ, հա, իդեալական բալանսավորված չափաբաժինը։ Կաթ խմել։ Այո, իհարկե։ Նաև տարեցները։ Իհարկե։ Շատ լավ։ Վերջին շրջանում շատ է տարածված առանց լակտոզայի կաթնամթերքը։ Ասենք դա պետք է այսպես ընդունելի դարձնեն բոլորն իրենց համար, թե մենք ունենք լակտոզայի անտանելիություն, ինչ պետք է իմանան մարդիկ։ Անհատական մարդուց մարդկա օրինակ մի հատ դեպք պատմեմ, ես իրականում ունեի լակտոզայի անտանելիություն, անհանդուրժողականություն ու դա երկու տեսակ է լինում է երբ ինչ որ չափով է լինում ու լինում է որ լիարժեք է լինում ու եթե դու թեկուզ այդ լակտազա ֆերմենտից մի քիչ խոհաղիթներում ունես, դու կարող ես դա զարգացնել, այսինքն ինչ որ ժամանակ դու շարունակես կաթ օգտագործել, ավտոմատ քո օրգանիզմում այդ ֆերմենտը, որը որ նպաստում է լակտոզայի
յուրացմանը, հա, ճեղքմանը, այդ ֆերմենտը շատ արագ շատանում է, զարգանում է, ու դու դառնում ես ավելի ընդունող լակտոզան, կարելի է ասել։ Իսկ եթե դու լիարժեք լակտոզայի անհանդուրողականություն ունես, միանշանակ կաթ քո օրգանիզմը չի ընդունի, այդ կհետապնդի ինչ որ դիարեայի տեսքով, հա, փորլուծության տեսքով, բլոթիդ լինելով, ավելի գազեր կհավաքվեն ստամոքսում, միշտ դիսկոմֆորտ կլինես, չես կարողանա օգտագործես, այնց որ եթե լակտոզայի անհանդուրողականություն ունեն, կարան առանց լակտոզ կաթեր օգտագործեն, ոչ մի խնդիր չունեն, այդ կաթերի մեջ ամեն վիտամին, բոլոր միներալները տեղում են, միայն լակտոզան է հանած։ Իսկ նրանք, ովքեր լակտոզայի հետ խնդիր չունեն, չպետք է նախապատվությունը տան առանց լակտոզայի կաթնամթերքին։ Հա, իրականում համնել առանց լակտոզայի կաթի համնել այն նույնը չի, ինչը որ անարատ կաթին, այնց որ եթե խնդիր չկա, զերծ մնաս այդ հիասքանչ համից։ Գալով պաղպաղակին, դասական հարց, պաղպաղակը գիրացնում է։ Սենց կպատասխանեմ, կամ մի հատ շատ հզոր գիտնական 4-ից 5-րդ դարերի, ով որ ամենալավագույն խոսքն է ասել, որ ամեն ինչ եւ թույն է, ամեն ինչ եւ բուժիչ է, ամեն ինչ դոզայի մեջ է, կարևորը դոզան է, այսինքն всё есть лекарство, всё есть яд, всё зависит от дозы։ Այնց որ ոչ մի բան չի գիրացնում, ոչ մի բան չի նիհարացնում, կարևորը ամեն ինչ չափի մեջ օգտագործեն։ Ոչինչ չի սպանում, կարևորը չափի զգացողությունն է, եւ շարունակելով մեր թեման, ամռանը պաղպակից թունավորումները շատ են, ինչպես խուսափել դրանից, ինչպես կանխարգելել, ռիսկերը որտեղ են, Հովանես։ Թունավորումները շատ են, մանավանդ փոքր երեխաների շրջանում, ինչի համար, որովհետև պաղպաղակը նախ դուրսն են պահում, հալածնում, տաքացնում, հալածնում, սառացնում են, իսկ այդ ընթացքում լիքը բակտերիաներ է առաջանում պաղպաղակի մեջ, նենց որ սառցանից պետք է հանել կամ միանգամից ուտել, միայն այդ տարբերակը միանգամից ուտել, որ ռիսկերը կչանան, հա, այդ բակտերիաների սալմոնելա եւ այլն եւ այլն։ Մյուս բանը, որ խնդիր է առաջացնում, առողջական խնդիր է առաջացնում պաղպաղակը թունավորման տեսքով կամ ինչ որ դիսկոմֆորտի տեսքով, այդ երբ որ համատեղում են երկու տարբեր տեսակի ջերմություն ունեցող սնունդներ, հա, այսինքն մի հատ խորոված են ուտում շատ տաք ու պաղպաղակ են ուտում շատ սառը, այդ ահա որ շատ գրգռում է ստամոքսը, դա էլ է մեծ խնդիր։ Մյուս մեծ խնդիրը նաև այնա, որ ուտում են տարբեր արագության մարսվող սնունդներ, օրինակի համար մեկը ձմերուկը, մեկը պաղպաղակ, իրանք շատ տարբեր ժամանակահատվածում են յուրացվում ու էլի գրգռում են ստամոքսը ու ինչ որ դիսկոմֆորտ են առաջացնում, այնպես որ պաղպաղակը կարելի է ուտել ցանկացած սնունդից հետո որպես դեսերտ, լավագույն տարբերակը որպես որ խուսափեք տենց բաներից ու տակտեղ չպահել ուղակի։ Ամփոփելով ասենք ուտել, թե չուտել պաղպաղակ եւ որ պաղպաղակին տալ նախապատվությունը։ Միանշանակ պետք է պաղպաղակ ուտել, ցանկալի է չափի մեջ ուտել, չչարաշահել ու ցանկալի է օգտագործել ավելի կաթնային յուղով պատրաստված պաղպաղակներ։ Շնորհակալություն կարևոր ինֆորմացիայի համար։ Ձեզ նույնպես։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում, ընդհակառակը կրկնապատկվում է։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ, հետևեք մեր թողարկումներին, մինչ հանդիպում։